Բարև ձեզ բարեկամներ, շաբաթ է, իսկ դա նշանակում է, որ Մոսկվայից ուղիղ կապով մենք նորից զրուցելու ենք մեր երևանյան տաղավարի հետ, որտեղ իհարկե մեր ունկնդիրները սպասում են մի անձնավորության, ով արդեն լավ ավանդույթի համաձայն ամեն շաբաթ մեր հյուրն է եւ շատ կարեւոր հարցերի մասին ենք խոսում այդ մարդու հետ։ Դե հասկացաք, խոսքս համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ։ Ես իրոք պիտի ասեմ, որ մեր ունկնդիրները արդեն սովորել են ամեն շաբաթ գոնե մեկ անգամ ձեզ հետ հանդիպեն եթերում, որտեղ շատ կարևոր հարցերի մասին ենք խոսելու։ Այսօրվա մեր զրույցը գուցե մի փոքր նաև տարբերվի նախորդներից, մի փոքրիկ անակնկալ ունեմ ձեզ համարել, մեր ունկնդիրների համարել, բայց այդ մասին քիչ հետո։ Նախ խոսենք Աբու Դաբիում փետրվարի 4-ին տեղի ունեցած այդ համերաշխության, եղբայրության, բարեկամության, խաղաղության մրցանակի մասին, ինչը Զիադ հիմնադրամը շնորհեց Փաշինյանին եւ Ալիևին այդ մրցանակները։ Սա ինչ է հերթական պիարակցիան է ընտրություններից առաջ։ Պավոշյան, գիտեք, որ մուսուլմանական աշխարհը աջակցում է մեր երկրի այսօրվա վարչապետին, մենք բոլորս դա տեսնում ենք։ Եվ մեր հողերը հանձնելու դիմաց ես համարում եմ եւ իմ կարծիքն եմ ասում, որ ինքը կաշառք ստացել։ Տվել է մեր հողերը, տվել է Արցախը, գնացել $1 միլիոն կաշառք ստացել։ Ես այդպես եմ համարում։ Իրավունք ունեմ։ Իհարկե, դա ձեր անձնական կարծիքն է։ Ես այդպես եմ կարծում։ Հակառակ դեպքում, եթե մարդը հայրենասեր էր, ասենք ստիպված է տվել, ոչ մեկս էլ չի բացատրի։ Հնարավոր է, ստիպված է եղել զիջի ադրբեջանական կողմին, այդ դեպքում ինքը չպետք է դա ընդուներ, այդ ֆինանսական այդ գումարը։ Ինքը ուղղակի չպետք է դա իրան շանս կտար ապագայում բացատրել այս ամենը դատարանի առաջ։ Ինքը կանգնելու է, իրանք բոլորը կանգնելու են դատարանի առաջ։ Մենակ, սենց ասեմ, մենք չենք, որ պիտի դատվենք։ Ինքը դատվելու են եւ իր թիմակիցները դատվելու են։ Ես համարում եմ դա կաշառք։ Այդքան բան։ Պարզ։ Պարոն գեներալ, մի փոքրիկ փակակ ձեր փորձ եմ բացել, ձեզ համարել երևի անակնկալ էր, երբ մենք պատրաստվում էինք մեր զրույցին, ես ձեր սեղանին տեսա մի փաստաթուղթ ստորագրված, չեմ ուզում այդ դեսպանատան անունը տալ, այդ դեսպանատան պատասխանատու աշխատակիցներից մեկի ստորագրությամբ, որտեղ ասում է, որ արդեն Փաշինյանի հավաքագրման աշխատանքները ավարտվել են եւ նա պատրաստ է Թավշյա հեղափոխությանը իրականացնելու։ Ես անկեղծ ասած զարմացա, որ կարդացի տարեթիվը այդ փաստաթղթի 2017 թվական։ Այսինքն այն, որ այս ամենը նախապատրաստվել է, այսպես մանրակրկիտ, բերվել հասցրել է մեր օրերը, դա փաստ է, խնդրում եմ չարարկեք։ Պավոշյան, դե ես ձեզ հեռվից եմ ցույց տվել փաստաթուղթը։ Դուք մի քիչ այնտեղ ոչ թե ավարտվել է հավաքագրումը շուտ է եղել։ Այդ փաստաթղթերի մասին է, որ ինքը պատրաստ է հեղափոխության անցկացնել, հեղափոխություն կան եւ դա զեկուցագիր է։ Զեկուցագիր է ամերիկյան հետախուզի կողմից իր վերադասին։ Հիմա նման փաստաթղթեր տասնյակ են վերաբերվող մեր երկրի ղեկավարության մասին։ Տասնյակ փաստաթղթեր կան։ Հարցը գիտեք ինչու՞մն է։ Ես նորից եմ ասել, այդ ամբողջը կհրապարակեմ այն ժամանակ, երբ որ պատրաստ կլինենք, որ մի 5 ժամ հետո ուրեմն լուրջ գործողություններ դիսպսի։ Ես լրագրող չեմ։ Ես բլոգեր չեմ։ Իրանման որ ասենք ինչ որ չգիտեմ առավոտները երաժշտությունով սարթնեմ, ինչ-որ սիրտիկներ ցույց տամ, ինչ ուրիշ բան մարդ եմ ու հարցը նրա մեջ է, որ այս մարդիկ շարունակական գնում են եւ իր հետևից ստանում են մեր ազգը, մեր ժողովուրդը դեպի
տապալման։ Ես դա եմ տեսնում։ Թուրքիայի նախագահի կողմից շնորհակալությունները, որ ասեցինք Աբու Դաբիում փող ստանալը, բայց ուզում հասկանամ մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, այս մարդիկ ինչ են արել։ Ինչ 18 թվից մինչև այսօր 8 տարի անցել է։ 8 տարվա մեջ մեր ժողովուրդը ինչ մեծ հաղթանակ ունի։ Չեմ ասում մարտի դաշտում։ Ինչ մեծ հաղթանակ ունենք։ Մեր միջազգային պարտն ենք փակել։ Մեր թոշակառուներն են սկսել կներեք աշխարհի ամենաակտիվ տուրիստները լինել։ Չէ՞, ոնց է ճապոնացիները թոշակ են գնում, որտեղ գնում ես միտեղ հանգստանալու, եթե առաջ գնում են արտասահման, բան, մարդիկ հիմա էլ որ գնում են արտասահման, մեկ էլ մի ճապոնացիների մեծահասակների խումբ է ծնվում, այն բանով, լուսանկարչական ապարատներով, դե հիմա հեռախոսները կա, այն ժամանակ հիշում եք, իսկ այտենց մեն երալաշկար հաղորդում, որ ճապոնացիները նկարում էին, ինչ եմ ուզում ասեմ, ինչ ենք ասել, դպրոցների քանակն ասա շատացել, կրթությունը ահավոր վիճակում է, գիտեք, զարմացնեմ, բայց այսպես նույնիսկ այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կան, որ գրել կարդալ չեն իմանում։ Ես հիմա պատրաստ չեմ դրանց տոկոսային քանակն ասեմ, բայց երեխաներ կան, որ դպրոց չեն հաճախում, որտեղ չունեն հնարավորություն։ Էլեմենտար հնարավորություն չունեն։ Գնացին դե մեր հողերը տվելը, դիմացը փող ստացել։ Ես տենց եմ հասկանում, լեգալիզացված կաշառք, իմ կարծիքն է դա։ Դա լեգալիզացված կաշառքը ո՞նց են տալի։ Այդ բանում այդ, գիտեք, այն հասարակ մակարդակում են, ժեկում են գնում, ասենք 1000 դրամ դնում, թղթի տակ որ ծրարի մեջ որ տեղեկայում, այդ արդեն անցել է, 21-րդ դարում ենք։ Հասկանաք, արդեն կաշառքի տալու ձևերը մարդիկ հասկացել են պիտի լեգալ լինի, որտեղ այսօրվա տեխնիկական պայմաններում դժվար է թաքցնես, քո բանը, մարդու կաշառք ստանալ։ Ինչպես դարվեց պարգևավճարների մասով։ Այո, պարգևավճարների մասով։ Ինչ արին, վեկալան բյուջեն իրար մեջ արին, գնում են միջազգային բանկից, դրանից մի 2 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, $100 միլիոն պարգև վերցնում, բերում իրար մեջ են անում, ասում պարգև ենք տալի։ Բայց ո՞նց է լինում կաշառք տալը։ Այսօր է ձև են տալի կաշառք։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Ինքը շատ ժամանակակից, ինչ մի բան պետք է ասեմ, այս ժամանակակից տեխնոլոգիաներով ի տարբերություն նախորդ մեր ղեկավարների բավականին լավ տիրապետում է։ Facebook, TikTok, չգիտեմ, էլ ինչ, շատ լավ տիրապետում է։ Եվ այդ կաշառք ստանալու ձևերն էլ լավ գիտեն։ Գումարներ մուտք անել, հանելն էլ լավ գիտեն ձևերը, որ վաղը չգան ասեն, ինչ պետք է ասել, ասում որոշում կայացրի, ինքն է։ Մեր երկրի ղեկավարը ինքն է։ Չնայած երկրի ղեկավարը ըստ մեր սահմանադրության պետք է լինի նախագահ։ Բայց այն շախմատի մեջ ամենաթույլ ֆիգուրան ո՞րն է։ Իսկ թագուհին ամենաուժեղն է։ Հիմա թե իրանցից ով է թագավոր, ով է թագուհի, մենք դա տեսնում ենք դաշտում։ Իդեպ մեր ունկնդիրներից մեկը ասեց, որ ինչպես շախմատում, այնպես էլ մեր կյանքում ունենք այսօր թագավոր եւ թագուհի, դա Փաշինյանն ու իր տիկինն են, որոնք ոնց ուզում են երկիրը այդպես տանում են, ել չեմ խոսում քաղաքական դաշտում, կարծես հայաստանյան քաղաքական դաշտում մի նոր այսպես մշակույթ մտցվեց, վարչաբենդ, լսել եք, չէ՞։ Պարզվում է, որ Փաշինյանը նաև հրաշալի երաժիշտ է, հրաշալի երգեր է գրում, գուցեև դառնա կոմպոզիտորների միության անդամ։ Պարոն Ղուշյան, ես երբևիցե ընտանիքի անդամների մասին չեմ խոսում եւ չեմ էլ ցանկանում գնահատական տալ, ասենք, այդ թվում վարչապետի ընտանիքին։ Իմ գործը չի, քյասար ասեմ։ Ես գործ չունեմ այդ թեմա, անձնական դաշտ ես չեմ մտնում։ Քաղաքական դաշտով եմ ես քննադատում։ Ես չկամ անձնականում։
Ինչ վերաբերվում է այդ հարցին, որ դուք ասում եք, որ վարչաբենդ, հա, դե դա խոսում է մենակ նրա մասին, որ մարդը ամեն ինչի պատրաստ է գնա, այնքան որ մնա իր աթոռին, որտեղ ինքը հասկանում է աթոռից դուրս եկավ, ինքը պրոբլեմ ունի, որտեղ ինքը բոլորին հետապնդում է։ Ու գիտեք ոնց են անում, ասենք մի հատ շուխուր են գցում, մեր օրինակ քննչական կոմիտեն, օրինակ վաղը հելնի ասի, որ Կարապետյան Արշակին մեղադրում են, որ Ռուսաստանի ազդեցության տակ ազդեցությունը ռուսները իր միջոցով մեզ ասել են, որ 44 օրյա պատերազմ չի սկսելու, Կարապետյան Արշակը ասել է, որ պատերազմ չի լինելու։ Կարապետյան Արշակը ոչ մի բան չի ասել, Կարապետյան Արշակը եղել է խորհրդական։ Ես որ պաշտպանության նախարար էի, պարոն Մուրշյան, ամեն շաբաթվա սկիզբ մեր հետախուզությունից, ԱԱԾ-ի հետախուզությունից, այդում ստանում էի, որ ամեն շաբաթ, որ մոտակա կիրակին պատերազմը սկսել։ 20 թվականին թող ինձ մի հատ պարզեն մեր հետախուզությունները։ Քանի անգամ են զեկուցել, որ մոտակա կիրակին պատերազմը սկսել։ Ինչ էին անում։ Որոշ մարդիկ ասում են զեկուցենք, կսկսի, կասենք զեկուցել ենք, չի սկսի։ Դե մեզ ով է բան ասել։ Ասում եք ինչ էր կատարվում։ Այսպես բարդակ էր։ Ու մեր երկրի որոշ անձինք դիմում էին ինձ։ Պարոն Կարապետյան, մի հատ ճշտեք էլի, ասենք, ճշտեք, կլինելու է պատերազմ, թե չէ։ Դե գիտեք, ոչ մի անգամ, ոչ մի արտերկրի, ոչ մի ծառայություն ինքը չի կապնվել իմ հետ ու սկսե խոսալ պատերազմի մասին։ Չեղետ այս բան պատմության մեջ։ Ես էլ միշտ մեր երկրի ղեկավարին ասում էի, որ հավատա սեփական հետախուզության զեկույցներին։ Դե նա էլ չէր հավատում, ինչի համար չէր հավատում։ Շաբաթը մեկ զեկուցում էին։ Տեսեք ինչ էր կատարվում։ Եվ այսօր ասելով, որ Կարապետյան Արշակը ասել է պատերազմ չի սկսում, ես քանի որ ինքը Facebook-ով էր շփվում մեր հետ։ Ես դες պարզ ասեմ, որ մենք ես իրան իր սիրած Facebook-ով կամ Telegram կանալով ուշ կարամ նույնիսկ ձեզ գտնեմ հիմա նույն ձևի ձեզ ցույց տամ։ Կա փաստաթուղթ դեռ օգոստոսի 14-ին ես իրեն զեկուցել եմ հետևյալը։ Խորհրդական եղած ժամանակ։ Այո, ես իրեն զեկուցել եմ գրել, բառացի կարդեմ, ես իրեն ռուսերեն էի գրում։ Հա, իրեն ռուսերեն էի գրում, դե որ արագ հավաքեմ, որտեղ ասենք հայերեն այդ բանով դեռ այդ ժամանակ շատ արագ չէի կարող հավաքել, հիմա խնդիր չկա։ Դանդաղ էի հավաքում, սենց ասեմ, այդ клавиатурայի վրա, բայց ռուսերեն գրել էի. Должен выразить свое беспокойство по поводу беспрецедентной активности дипломатии и военных азеров и турков на международной арене. Создается впечатление, что политическое решение по поводу войны с Арменией, Турцией и Азербайджаном принято. Идет согласование военных. Ես սա իրան զեկուցել եմ օգոստոսի 14-ին։ Պատերազմից 2 շաբաթ առաջ պաստորեն դեռ։ Ну, 2 շաբաթ չէ, մի քիչ ավելի շուտ։ Հա, ավելի շուտ։ Շարունակություն չկարդամ։ Հասկանալի արդեն։ Կարևորը տեղյակ եք բայը։ Այո, ես իրան զեկուցել եմ։ Իրա հերախոսը թող բացի, մեջը բանանի, որ ինչի համար, որտեղ ստիպված էի հերախոսով զեկուցեի, որովհետև ինքն այդ ձև էր շփվում։ Դե իրադ ոչ։ Միջև այսօր էլ այս ձև է շփվում, ասենք SMS-ներով։ Հա, այսօր, դրա համար էլ Facebook-ով, երկիրը Facebook-ով է ղեկավարում եւ այլ։ Ու նմանատիպ բաներ կա, բացի դրանից, վերջի անգամ էլի ինքնա ինձ խնդրել, գնա պարոն Կարապետյան, ճշտի։ Նորից զանգեցի իրեն, եւ ես իրեն ասեցի, որ
տեղեկություն չկա դրա մասին, պատերազմ սկսելու մասին։ Բայց առաջարկում եմ հավատալ միևնույն է սեփական հետախուզության։ Այդ ձայնագրությունն է կա, կարամ միացնեմ լսեք։ Այսօր իրանք փորձում են մի հատ քեսա քրեական գործ կհարուցեն, կհայտարարեն, ոնց որ Սևլիճը, հայտարարեն, որ ես եմ հրաման տվել, Սևլիճը հանձնել են։ Այն բանից որ 3 օր հետո նորընդ գնացել եմ բանակցության, ոչ թե զորքերը ղեկավարեն։ Հիմա էլ քրեական գործ կհարուցեն, որ ես ասենք, օրինակ, ես ինչ որ ասում եմ, օդից չեմ խոսում։ Իրանք չեն իմանում, որ իրանք ինքն որ շվստում է, մենք ստե ավելի շուտ ենք իմանում, քան ինքը իր շվոցը լսում է։ Էդ է իր սարքած պետությունը, հասկանում եք։ Դա է իր սարքած պետությունը։ Ինքը Հəմել ասում է, բան, կետամ, օրինակ, դատի կտամ, որ ես Կարապետյան Արշակը ասել է, որ ինքը գործ է։ Կարապետյան Արշակը ասում է, ես ունեմ փաստաթղթեր, եւ իմ կարծիքով այս փաստաթղթերը խոսում են այսինչ հարցերի մասին։ Դատարանը պետք է ասի դու ով ես։ Ու այդ դատի օրը կգա։ Քանի որ սա խոսում են, այն գիտեք այն բանի վրա են ծաղիկ կա, չէ՞ որ ասում են։ Մեկը հավատում է, չի հավատում, հավատում է, չի հավատում, հավատում է, չի հավատում, բայց ես ասնորից ասեմ, ես բլոգեր չեմ, ես ոչ բլոգեր եմ, ոչ լրագրող եմ, ոչ թե դա ասում եմ ինչ-որ այդ մարդկանց թերագրատելու համար, չէ, ամեն մեկ իր գործով պիտի զբաղվի, էտա, իմ պահվածքը էտա, ու ես ոչ թե խնդիր ունեմ, ու ես ոչ թե պայքարում եմ անձի դեմ, ես պատկերում եմ, որ մեր երկրում մարդիկ կարողանան ազատ խոսել։ Այդ չհասկացա, մինչև 23 թիվը Կարապետյան Արշակի հետ հարց չկար, հենց 23 թվի հոկտեմբերի 4-ին Կարապետյան Արշակը հայտարարեց, որ ինքը մտնում է քաղաքացիության մեջ, 2 ամիս հետո ինձ մեղադրեցին, որ ես չգիտեմ այնտեղ իմ ազդել եմ ինչ-որ մեկի վրա, որ պայմանագիր կնքի իմ օգտին, բանից պարզում է, որ նախարարը պատկերացնում եք ազնում է, որ $4000 պայմանագիր կնքվի։ Չհասկացա, բայց ես ցավը տանեմ, եկամ միլիարդի գումարները, միլիարդների գումարները ձերից 4000-ի վրա է գնաց, է։ Մեկ էլ էդի անցնում է, հա, հետո նորից քրեական գործ են հարուցում, տենում են չէ, այդ մեկը ոնց որ չստացվեց։ Ռոզիսկ տվին, չստացվեց։ Հիմա էլ քրեական գործ հարուցեցին, որ Սևլիճը ես եմ հրաման տվել, շուխուր ընկավ, սաղ բաներով եւ այլ, դե Էջմիածինի ընտրություններն էր, եկալան քրեական գործ եւ այլ, Սևլիճ, բան, ես էլ ընդեպ դե ասեմ, որ Սևլիճի ես կապ չունեմ, ես գնացել եմ դիվանագիտության, հասկանում եք ինչ է։ Հիմա էլ ուզում են նկարեն, որ ասենք Նիկոլին Փաշինյանին ես նեղացրել եմ, հետո ես չեմ նեղացնում, ես ասել եմ անձին չեմ կպնում, այսքան ժամանակ մեկը լսել է ես էֆիրով մեկին վիրավորեմ, ոչ, ինչ էլ խոսում եմ, փաստերով եմ խոսում, քանի որ դուք եք շատ անհանգստացած, ես հերվից այդ փաստաթղթերից մեկը ցույց տվեցի 17 թվի։ Ես ապշել եմ ուղղակի անկեղծ ասած, ինչև տեսնելու չի հավատում։ Ցույց տվեցի, որ մարդիկ հասկանան, որ կա այդ փա, ու դա մի ամբողջ փաթեթ է, դա մի փաստաթուղթ չի։ Սարսափելի է, գիտեք, մտածելը որ պատկերացրեք, որ տեսեք ինչ է ստացվում, ես նորից եմ ասում։ Հիմա էլ ասում են, հեսա կասեն 44 օրվա պատերազմ լինի ես մեղավոր։ Գիտեք, այն բանի ժամանակ անեկդոտ կար, երկրաշարժի ժամանակ մի քիչ դաժան անեկդոտ է։ Ասում է, դատում են, ասում է, քարը պանել է մեկ է ցեմենտը, ասում են, դե մարդկանց մեղավոր եք, որ սպանել եք եւ այլ, ինձ գյումրեցիք եմ պատմել այդ անեկդոտը, ասում է, պանելին ասում են, դու մեղավոր ես, մարդ ես, ոչ ոք սպանել, ոչ ոք ցմա են տալի, քարին ասում են, դու պանելը չպահիր եւ այլ, սրան էլ են ցմա տալի, ցեմենտին կանչում են, ցեմենտն ասում են, ինձ եք դատում, ես դե вообще չկայի։ Հիմա իմն է։ Ասկանեք, մի ասեք բանո, բայց կապ չունի։ Հեսա քրեական գործ, միակ քնչական ծառայությունը, հայոց քնչական ծառայությունը, իդեմս
առյուծի միս կերած այդ ղեկավարի կհելնի կասի, որ գիտեք հարուցել են գործ Կարապետյան արշակի, դրա համար եսի ինչ։ Հասկանում եք, էդ է սրանց ոճը։ Հելն են հայտարարեն, որ 50-ած շպիոն են բռնել պաշտպանության նախարարություն։ Հիշում եք։ Շատ լավ։ Բայց այդ ո՞նց եղավ, այդ շպիոնների մի մասը հիմա հրամանատարական պաշտոններ է զբաղացնում։ Բա խիչ եք ասում, որ սխալվել եք։ Հիմա տեսեք, պարոն Կարապետյան, մեր երկրում արդեն բավականին ժամանակ է քաղաքական հետապնդումներ է գնում։ Թե ինչով է սա բացատրում, դուք կասեք իհարկե ձեր տարբերակը, բայց ինչքան կարելի է հանդուրժել նման մթնոլորտ։ Պարոն Ղուշյան, հետաքրքիրը նա է, Դուք տեսեք ինչ է կատարում։ Սա աշխարհը գիտի մեր երկրում ինչ է կատարում։ Արդեն այն աստիճան է, որ մենք ասում ենք գնում ենք Եվրոպա, բայց եվրոպացիները եկեղեցին հետապնդելու բանով որոշումներ են գտնում։ Էդ էլ է խափում։ То есть դրանով էլ են մեզ խափում։ Մենք Եվրոպայել չենք գտնում։ Խափում են։ Հասկանում եք։ Ես մի անգամ ասեցի, եթե մի տեղից դուրս ես գալի, մտնես մյուս տեղը, փոքր երկիր ենք, ես դա կհասկանայի։ Մենք ոչ մի տեղ չենք գնում, մենք գնում ենք դեպի Թուրքիա։ Մենք դառնալու ենք Թուրքիայի տարածք։ Ու ցավոք սրտի, նույնիսկ արդեն Հայաստանում ինչ-որ մի փոքր մաս կա, որ նույնիսկ դրան է համաձայն։ Ցավոք սրտի։ Ու այս հետապնդումները դուք տեսեք ում դեմ է այդում։ Եկեղեցու դեմ։ Ինչի համար։ Որտեվ եկեղեցին իր պատմության մեջ գրելու է, որ սրանք դավաճան են։ Արդեն գրել է։ Հասկանում եք, ինքը դա հասկանում է, որտեվ եկեղեցին է հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել։ Ու եկեղեցու ծառայողները ճիշտ են գրում, նույնիսկ կոմունիստների ժամանակ իրանք ճիշտ են գրել։ Գիտեք, մենք դպրոցում մի պատմություն էինք անցնում, բայց եկեղեցում ուրիշ պատմություն կար։ Ու այդ պատմությունը ինքը հասկանում է ինչ անում։ Իրանք լավ հասկանում են, իրանք ուզում են, որ իրենք պատմությունից դուրս գան որպես դավաճան։ Հասկանում եք, չգրեն այնտեղ։ Ու դրա համար գնում է այդ հետապնդում։ Ինչ են արել։ Բագրատ Սրբազանին ասում են դու զինված հեղաշրջում էիր պատրաստում, չգիտեմ, խմբեր ես այդ մարդը հրապարակում հավաքեց, հիշում եք, կես ժամ հետո, 15 րոպե հետո որ ուզենար այդ մարդը տուրու դմփոցով երկրում ինչ-որ բան փոխել, հենա շանսումներ էլի։ Մի բերանասեր ըլնում էր։ Տենց է։ Բայց ինքը չգնաց դրան։ Իսկ հիմա իրան դատում են, ասում են ինքը զինված հեղաշրջում իրան։ Ես Աջապանյանին մի երկու անգամ եմ խոսել, ճիշտ է, մի քիչ հարցեր կա, որ զարմացա, դա մեր պայմանավորվածությունների հետ կապված, բայց դա երկրորդական է հիմա։ Բայց ես գիտեմ այդ մարդն էլ։ Ես չեմ իմանում եկեղեցում ծառայող մարդ, որը կասի գնացեք զենք վերցրեք հայ խփեք։ Չեմ ճանաչում։ Չկա։ Չեմ ճանաչում։ Ես չկա այդպես բան, ես շփվում եմ, իմ հետ շատ բան են, ինձ գալի առաջարկում են, շատ առաջարկներ են անում։ Մարդիկ գալի ասում են, պարոն գեներալ, ձեր կողքը կանգնած են, գնանք էս անենք, գնանք են ասում եմ, չէ, հայ արուն չպետք է թափի։ Է որ ես զինվորական հալով դա ասում եմ, բայց եկեղեցականը ոնց կարա ասի գնա ավտոմատը վեկալ, գնա ինչ-որ մեկին խփի, իշխանությունը վեկալ։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Ու ես բոլորին ճանաչում եմ, կաթոլիկոսին էլ եմ ճանաչում։ Եզրասին էլ եմ ճանաչում սրբաբան, այդ մեր այստեղի արխիեպիսկոպ Սրբազան Եզրասին էլ եմ ճանաչում։ Բոլորին ճանաչում եմ, մի քանի հոգու այնտեղ ճանաչում եմ։ Նույնիսկ այն մարդիկ, որ դավաճանել են եկեղեցին այսօր գնացել են մեր երկրի ղեկավարի, կողքն են կան։ Նույնիսկ իրանք չեն ասել այս բան։ Չեն ասում այդպես բան։ Որտեվ իրենց ոճը ուրիշ է։ Իրենք ունեն ուրիշ դաստիարակություն, հասկանում եք։ Հայաստանի Հանրապետությունում այսօր մեղք կոչեցյալ
լեգալիզացված է։ Հասկանում եք ինչ է կատարում։ Նա լեգալիզացնում է մարդու մեղքերը։ Դա դառնում է օրենք։ Հա, այդ գալուբոյների մասին, հետո դպրոցներում կնիկ տղամարդ, չգիտեմ, եւ այլ։ Դա ի՞նչ է։ Մեղք է։ Այդ ինքը այդ գիրքը, որ կարդում է, մեզ ասում է այդ ավետարանը, անգիր ասում է, բան դե գրած չի ով է տղամարդ ով է կին։ Դե ինքը չի գրե, կարդացե որ Ադամը տղամարդ է Եվան կին է։ Չի հասկացել երևի։ Չեն հասկացել։ Ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում այսօրվա մեր իշխանությունը լեգալիզացրել է մարդկային մեղքերը, հասցրել է օրենքի սահմանը, օրենքասարքի։ Տրամպը, որ եկավ Ամերիկայի նախագահն, ինքը որ տեսավ ինչ է կատարում, այդ այլասերությունները եւ այլ։ Կանգնեց մարդը ասեց, մեր երկրում ամենամեծ արժեքը դա ընտանիքն է կազմած տղամարդուց եւ կնոջից։ Լսեցիք։ Բամերը այդքան հավատացյալ, երբ որ Բայդեններ, մեր մոտ գալուբոյներ, չգիտեմ, էս ինչ, տղամարդ չլինի, կին չլինի, հանկարծ բան չանել, ծնող համար 1, ծնող համար 2, բայց բերանն այդ խիճուր հավքիկ։ Շարունակի։ Ինչի ուզեմ ասեմ, աբսուրդի աստիճանը ու այսօր չկա ոչ մի քաղաքականություն, ոչ մի գաղափար։ Իսկ այն երկրները, որոնք այդ մեղքը լեգալիզացնում են, դառնում է օրենք, նրանք վերանում են, ոնց որ Հռոմը վերացավ։ Հենց դրա պատճառով մեղքը լեգալիզացրին ու փլվեց այդ երկիրը, որ սաղ աշխարհը տիրապետում էր։ Այո։ Պարոն գեներալ, վերջերս ձեր շարժման կողմից քաղաքական ակցիա կազմակերպվեց երկրի նախագահի ըստավարու դիմաց, որ բողոքի ակցիա, այսպես ասենք, այն բանից հետո, երբ երկրի նախագահը Դավոսում իր այդ հայտնի տխրահռչակ իրույթով հանդես եկավ։ Միգուցե այստեղ բացիկ փակակցերը, ինչ ակցիա էր դա հիմնական։ Երկրի նախագահան Սահմանադրության, եթե չեմ սխալվում, գլուխ 5-րդ կարծեմ, 123 հոդվածի, հոդվածը հաստատ ճիշտ եմ հիշում, 123 հոդվածի հիման վրա, ինքը մեր երկրի գլուխն է, եւ կարծեմ երկրորդ մասի համաձայն, առաջին մասում գրած է, որ ինքը հանդիսանում է մեր երկրի գլուխը, եւ երկրորդ մասում գրված է, որ ինքը հետևում է իր պարտականությունը, հետևելն է սահմանադրության օրենքի պահպանումը։ Ում նկատի ունի սահմանադրությունը։ Քաղաքացիների կողմից եւ պաշտոնատար անձանց կողմից։ Հասկանում եք։ Փաստացի ստացվում է, որ մենք ունեցել ենք 18 թվականից հետո 2 նախագահ, այն մեկը մի անգամ է հարցում գրել, որ հիշում եք այն գլխավոր շտաբում, որ այն դեպքեր եղան, այդ ժամանակ, ու всё, էլ հարցում սահմանադրության դատարան ոչ մի ձև չի եղել։ Ոնց կարա լինի, ես մի անգամ բացատրել եմ։ Ոնց կարա լինի հարցում։ Երբ որ երկրի վարչապետին եւ երկրի նախագահին ընտրում են նույն մարդիկ։ Ասում եք, նույն խումբը, որ ընտրում է վարչապետ, նույն խումբը ընտրում է նախագահ։ Հիմա հարց եմ տալի, նախագահան ո՞նց է հսկելու վարչապետը սահմանադրությունը, պաշտպանում է թե չէ։ Իհարկե չի հսկելու։ Ուզենալ չի կարա հսկի։ Մոտ հարց է, որպես հայ քաղաքացի հարց է ճակում։ Մենք այդ նախագահական համակարգը ինչի համար ենք պահում։ Ինչի ենք գումար ծախսում այդ նախագահական համակարգի, այդ նախագահի այդ նստավայրի համար, իր շրջապատի, անձը չի։ Ես կրկնում եմ, ես ճանաչում եմ, ասենք մեր նախագահին անձամբ,
ու բավականին լավ են վերաբերում որպես մարդ։ Հարցը նա է, որ այդ մարդուն դրել են այս վիճակի մեջ, ինքը ոչինչ չի կարող անի։ Իսկ ինչ արել մեր երկրի վարչապետը։ Սահմանական դատարանը Իրանով արել։ Այս մարդը ում հարց տա։ Բացի նրանից նորից ասում, իրանք նույն թիմի կողմից են։ Այ եթե մեր մոտ նախագահան գոնե ընտրվեր ընդդիմության կողմից, ասենք վարչապետը բանը հաղթող ուժի կողմից, էլի այդ ինձ թվում է արանքները կլներ, էլի մի բան կլներ։ Բայց մեր մոտ չկա այդպիսի բան։ Դրա համար մենք կանցնենք նախագահականի։ Չի կարա մարդ, որը փող է ծախսում, որը կարա որոշում կայացնի միանձնյա պարգև տալ 7 միլիոն, 10 միլիոն, 20 միլիոն։ Հասկանում ես, փաստացի ինքը կաշառք է բաժանում իր ենթականերին, որ նրանք կանգնեն իր կողքը։ Ես այդպես եմ գնահատում։ Այդ մարդը դառնում է բան, դուք ասեք։ Օրենքից դուրս, հա, ինքը չկա։ Մենք 5 տեղ ուղարկել ենք հարցում։ 5-ից ավել տեղ։ Հարցում ենք ուղարկել, ինչ որ արարքների համար գնահատական տվեք վարչապետ։ Բոլորը գնում են մեր գործը չի։ Հիմա նախագահին ենք ուղարկել։ Այդ օրը այդ ակցիան։ Դրանք ինչա պատասխանել։ Ինքն էլ է գրելու, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։ Դրսե ոնց ասեմ, մենք ահավոր sense բանի մեջ ենք ընկել։ Ու ես նորից եմ ասում, այն մարդը, ով այս սահմանադրությունը բերել է հայ ժողովրդի գլխին է ջարդել, այդ մարդը հանցագործների թագավորն է։ Այդ մարդիկ, ով սա կոտրել են հայերի գլխին։ Ու խոսքը մենակ մի հոգու մասին չի, որ սա նախաձեռնել է։ Այ խոսքը այդում նրանց մասին է, որ սա գրել է։ Ու դրանք ոնց ասեմ, բայց դավաճանություն ոնց անում։ Իրանց թվում է դավաճանությունը գիտեք ոնց է, որ մեկը միտեղից ինֆորմացիա է գողանում, տանում ընդ տալիս է։ Չէ, դավաճանությունը երբ որ դու կարաս լինես քո երկրի ղեկավարը ու քո երկրի հողերը գնաս որոշես հանձնես։ Պարոն գեներալ, եւ մի այսպեսի հարց է, գիտեք, որ Բաքվում շարունակող այդ ապօրինի դատավարությունն արդեն հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը եւ Լևոն Նացականյանը դատապարտվել են ՑՄԱ։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Պաղուշյան, սա նույնիսկ ասելու բան չի։ Սա մենակ մարդ կարա իմ մասով կարա վրթովի, ջղայնանա, ասենք ինչ որտեղ նեղվի այդ հարցից։ Չես էլ կարա խոսաս։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Ինքը գնաց $1 միլիոն, հա, ինչքան գիտեմ, ստացավ։ Այո։ Մի քանի ժամ հետո հայտարարին, որ մեր երկրի 2 հոգու տվեցին Արայիկ Հարությունյանին եւ Լևոն Նացականյանին ՑՄԱ։ Մեր երկրի այսօրվա ղեկավարը մի 10 անգամ Արայիկ Հարությունյանի հետ սեղանա նստել, եթե ոչ ավել։ Նստել հաց են կերել։ Հասկանում եք։ Մենք հայ ենք, չէ, կովկասյան ժողովուրդ ենք։ Չէ, մեր մոտ ոնց է, որ ասենք մեկը բան ասեմ, ախպեր մի կտոր հաց ենք կերել իրար հետ, ինչես է բան անում։ Նստել հետը հաց է կերել, չէ։ Ես նույնիսկ տեղյակ եմ, որ ասենք մեր այսօրվա վարչապետ որ գնացել է Արցախ, իրան բավականին լավ ընդունել են այս մարդիկ։ Ասում սեղան են գցել, ինքը նստել հաց է կերել, եւ Բակո Սահակյանի հետ, եւ Արայիկ Հարությունյանի հետ, եւ այս մարդը ոչինչ չի անում, ոչինչ չի անում մեր երկրի քաղաքացիների համար, ու գնում է Փողաստան։ Գիտեք, ես որ գլխավոր շտաբպետի առաջի տեղակալ է այդ մայիսյան դեպքերը, որ եղան, որ նորից եմ ասում, այդ Սև լճի բանով, Չարաբաստիկը, եկավ բանը, մայիսի 28-ը անկախության օրը, գլխավոր շտաբպետը եկալ է զեկուցագիր էր գրել, որ ինձ հերթական կոչում տան։ Ես խաբար չէի դրա մասին, տեղյակ չէի։
Հետո պաշտպանության նախարարը բան արեց, իմ հետ խոսեց, ասեց պետք չի։ Խնդրում եմ մերժես։ Ասեց մենք ընդ հող ենք տա, հայ ես ուղղակիորեն մեղավոր չէի։ Հող ենք տա, ես ոնց գնամ կոչում ստանամ։ Հասկանում եք։ Բա դու քո ժողովրդի Արցախը հանձնել ես։ Հողերը հանձնել ես։ Մեղրի ճանապարհը հանձնել ես։ Ամառ ինչ սրտով ես գնացել այդ փողը վերցրել։ Փող լինի։ Շիտ կգտնվի։ Հասկանում եք, ասենք նորից եմ ասում էլի։ Հիմա ինքը չի կարա դատարանում կանգնի ասի, այսինչ պայմաններից ելնելով ստիպված եմ եղել, համաձայնվել, որ Արցախն էլ տան, ինչ որ ձևի հիմնավորի դա։ Չեմ ուզեցել մեր ժողովուրդը մեռնի, չեմ ուզեցել էս անի, չեմ ուզեցել էս անի, դա համար գնացել եմ ցանկացած պահի կամ մեզ ինչ որ ժամանակ էր պետք է 100 ձև կարար խոսար։ Հիմա ոչ մի մարդ չկար ասի։ Որտեվ դատավորը հարց է տալու, բա փող ես վերցրել։ Եվ պարոն գեներալ, շնորհակալ եմ, ճիշտ ասած, եմ փաստաթուղթը տեսնելուց հետո չեմ կարողանում ոչ մի կերպ հավաքվել, բայց հույս ունեմ, որ այս չարի վերջը գալու է աուգուստի շուտ։ Փաստաթուղթ տեսա, որ հայտարարեցիք, բան արեցիք, որ Տեսել եք։ Հիմա սպասեք, ձեզ հեսա այնքան տանեն կբերեն, այլ ԱԱՑ, այլ քնչական, հասկանում եք, նորից եմ կրկնում, մեր երկրում այսօր քնչական ծառայությունը եւ ԱԱՑ-ն զբաղված են մեր երկրի քաղաքացիներին վարկաբեկելով։ Իրանց հիմնական բանն է։ Ես նույնիսկ տեղյակ եմ, որ մեր ԱԱՑ-ն հա ինձ այդպես զեկուցում են, չեմ ուզում հավատամ, բայց ինձ ասում են, որ ԱԱՑ-ն նույնիսկ գումարներ է տրամադրում, որ քաղաքական գործիչներին բան անեն, վարկաբեկեն ցանցերում, սոցցանցերում։ Գիտեք, որ հետախուզության պետ է եւ ասենք բան է, այն ժամանակ մենք զբաղված ենք մենակ հակառակորդով։ Դե տանում ենք ինֆորմացիոն օպերացիաներ եւ այլ, հասկանում եք։ Իսկ այսօր հելնում եմ մի հատ։ Կներեք մարդ որը Վազգեն Սարգսյանը չափալախում գցում է քացուտակ ասում, Կարապետյան արշակը, սենց է բան արել։ Չի ասել։ Դրա համար մենք բանը Կարապետյան արշակը ոչ հետախուզություն ուներ, ոչ բան ուներ։ Ժորժ ջան, սրանցից պետք է պրծնենք։ Ես ճիշտ է, սաղ ասում ենք, որ ընտրություններով Հայաստանում հարց չի փոխվի, բայց ինչի չի փոխվում, որտեվ մասնակցությունը թույլ է լինում։ Սրանք սիրտները բռնած վախում են, որ հանկարծ քվեարկության կետան 50-55%-ից ավել մարդ։ Ես կոչ եմ անում, անկախ նրանից, որ ընտրություններին դուք ոնց եք սպասում, անպայման գնացեք եւ քվեարկեք։ Ինչքան շատ գնաք, այնքան լավ։ Գնացեք, այս մոտակա ընտրություններին գնացեք։ Իմ առաջարկում եմ հետևեք մեզ, մոտակա ժամանակներս մենք կարող է հայտարարություններ կանենք ու իրար հետ պայքարենք նորից։ Գերավ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք համայնքական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։ Առաջիկայում եւս սպասեք նրան։ Այսօր այսքանը, ցտեսություն։